Իրադարձությունից է շատ բան կախված, իհարկե ես հայտարարությունը չեմ համարում զսպող հայտարարություն, որովհետև այսպիսի հայտարարություններ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից հնչել են 44-օրյա պատերազմից առաջ, հնչել են 21, 22, 23 թվականներին, հնչել են շատ ավելի կոշտ։ Մի բացառությամբ, սա այն դեպքն է, երբ Մոսկվայում լավ գիտեն ով է կրակում, չէ՞։ Միանշանակ եւ ես կարծում եմ, որ այս 3 տասնամյակի ընթացքում էլ նվազագույնը համանախագահ երկրները իմացել են ովքեր են առաջինը կրակել, ովքեր են 2016-ին մարտական գործողություններ ծավալել, ովքեր են 44-օրյա պատերազմին ժամանակի նախաձեռն այս ամենը, այսինքն ես չեմ կարծում, որ այդ հիմնական երկրների համար, եթե դրան գումարենք նաեւ Իրանին, ով ռեգիոնի հիմնական ուժերից է, նրանց համար բոլորի համար հստակ է ինչ է կատարվում առաջնագծում եւ դա ինչի հետ կարող է բերել, որտեղ ադրբեջանական այդ սցենարային զարգացումները եւ տեղեկատվական քարոզչական պատերազմները եւ դիվանագիտական առումով ծանոթ ձեռագիր են եւ թեև դրանք որոշակի փոփոխությունների կրում են, որոշակի զարգացում ունենում են նաեւ գործիքների առումով, բայց մեծ առումով բոլորի համար խաղը ակնհայտ է եւ նաեւ սրանով է պայմանավորված իմ ավելի վաղ ասած այն մտահոգությունների մասին մասը, որ սա իհարկե մեր համար մտահոգիչ է։ Այսպիսի հայտարարությունները չեն կարող կանխել իրադարձությունների հետագա ակտիվացում։